Ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Ինչ ենթատեքստ է տեսել քննչական կոմիտեն մեր ձևով արտահայտության մեջ, ինչու են որոշել, որ Սամվել Կարապետյանն իշխանությունը զավթելու կոչ է արել։ Որովհետև մենք տվեցինք իրավական գնահատական եւ համարեցինք, որ դա ենթադրաբար հանցավոր դրսևորում է։ Կարապետյանին մինչև ընտրություն կալանքի տակ պահելու հրահանգ ըստ Պողոսյանի իրավապահները վարչապետից չեն ստացել։ Գործը նախաքննական փուլում է, դեռ չեն շտապում այն դատարան ուղարկել։ Նախաքննությունը ինքը process է։ Հնարավոր արարքի իրավական գնահատականը փոխվի, հնարավոր է մեղադրանքից որոշ մասեր հաստատվի կամ չհաստատվի։ Հնարավոր է նույնիսկ օրինակ ունեցել ենք դեպքեր, օրինակ երբ որ մեղադրյալ ենք ներգրավել եւ գործը դատարան չենք ուղարկի, այսինքն քրեական հետապնդումը դադարեցնելու գործիքակազմը դրա համար է։ Լրագրողներին նաև հետաքրքիր էր քննչականի ղեկավարը Փաշինյանի հրահանգները SMS-ով, մեյլով, թե հեռախոսով է ստանում։ Կոմիտեի նախագահի եւ երկրի գործադիր իշխանության մարմնի ղեկավարի հարաբերությունները սահմանված է օրենքով։ Հիմա դուք այնպեսի հարց եք բարձրացնում, որ թույլ տվեք այդ հարցին չպատասխանեք։ Իսկ ինչու են վարչապետի հայտարարություններից հետո ակտիվ սկսում աշխատել իրավապահները, կամ մեկին ասֆալտին են փռում, կամ կալանքի տանում։ Ես չգիտեմ այդ համընկնումները եւ այլն ինչով պայմանավորված։ Մի վարքյան օրինակներ պետք չի բերել։ Սենսացիա եք ուզում ինձանից։ Սենսացիա չէ, բայց ճշմարտությունը ցանկանում են լսել ընդդիմադիրները քննչական կոմիտեի ղեկավարից։ Նախ Միքայել Սրբազանի գործից են հետաքրքրվում։ Եթե հիմա պարզվել է, որ Սրբազանը հեղաշրջման կոչ է արել եւ նա պետքա դատապարտվեր, իսկ նախկինում այլ կարծիք եք ունեցել, նշանակում է դուք գրեթե 2 տարի հանցավոր անգործություն եք դրսևորել, բայց հանցավոր անգործության համար ով պետքա պատասխանատվություն կրի։ Քննիչը մինչև այդ հաղորդումը չստանա, չի կարող որոշի վարույթ նախաձեռնում է, թե չի նախաձեռնում։ Արձագանքելով Սրբազան պայքարի մասնակիցների գործով սկանդալային գաղտնալսումներին, քննչական կոմիտեի նախագահը վերահաստատում է հանրայինի եթերում իր բոլոր հայտարարությունները։ Աննա Գրիգորյանը շարունակում է պնդել, որ կոմիտեն կոնտեքստից կտրված ինֆորմացիա է նետել հանրային դաշտ։ Դուք վստահաբար ունեցել եք այս ամբողջը ձեր ձեռքի տակ, բայց նախընտրել եք քաղաքական ենթատեքստով, քաղաքական դրդապատճառներով ընդհանրապես մի նախադասություն հանել եւ ժողովրդին ահաբեկել, որ այս մարդիկ պատրաստվում են Ժորժ ջան, ձեզ գյուլել, ձեզ գնդակահարել, նստացնել միայն թե իշխանություն վերցնել։ Այդ գյուլելու թիրախների, փնտրտուքների մեջ ենք հիմա մենք, թե ում պետք է գյուլեին պատերի տակ։ Ես հիմա ձեր հարցին ինչ պատասխանեմ։ Եղել է, չէ, ճշմարտությունն եմ ասում, եղել է նման խոսակցություն, պատերի տակ գյուլելու։ Եղել է այդ խոսակցությունը, թե չէ, եղել է։ Ընդդիմադիր պատգամավորին պատասխանները չեն բավարարում, հորդորում է հանրությունից ներողություն խնդրել մարդկանց մոլորության մեջ գցելու համար։ Դուք ստել եք, պարոն Պողոսյան, նույնիսկ ահաբեկչության այդ վատ բանը, ասենց պախարակել եք, հասկանում եք, վաղը ահաբեկչություն փորձեն իրականացնել, ինչ մարդիկ, որևէ մեկ այլևս չի հավատալու։ Որ ասում եք ստել եմ, օրինակ ինչ եմ ասել, որ ստել եմ։ Ագնես Ախամոյանը նկատում է առաջվա էնտուզիազմը չունի քննչական կոմիտեի նախագահը։ Որովհետև դուք էլ շատ լավ գիտակցում եք, թե ինչ եք անում եւ ինչպիսի պատասխանատվություն է սպասվում ձեզ։ Այս ձեր անկեղծությունը ուզում եմ ընդգծել։ Թագուհի Թովմասյանն էլ Արթուր Պողոսյանի համար խորհրդանշական նվեր ունի։ Դրանով մտահոգություն է հայտնում կալանքի որոշումների վերաբերյալ։ Հուսամ, որ դուք դա կօգտագործեք, կդնեք ձեր սեղանին եւ ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելուց դուք կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի դա ամենաճիշտ որոշումը չէ։ Ինձ նվեր պետք չի, առավել ևս այդ խաղալիքը, ես դրա իսկական ունեմ։ Պողոսյանը ձեռքի տակ վիճակագրություն ունի, ըստ այդ տվյալի կալանքների թիվը նվազել է։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։